Բագրատ Սրբազանի եւ 17 արդարների գործով հիմնական դատական լսումները հաշվի առնելով այս ամբողջ գործընթացը դատական ինչ ակնկալիքներ ունեք դուք այս դատարանից եւ նաեւ հաշվի առնենք որ փաստաբանները օրերս այսպես ասած իբրև թե Բագրատ Սրբազանի գրառումը հրապարակեցին, որը Տեսեք, հերթով գանք, մի մեծ հույսեր չկան, որովհետև ի սկզբանե դեռ 10 ամիս առաջ, երբ ձերբակալվեց Բագրատ Սրբազանը եւ 18 արդարները եւ այս գործը հապշտապ, այսպես այդ գունավոր ծուխերով, շվաբրայի փայտով եւ անիմաստ փաստերով, փաստարկներով, որոնք բերվում էին կարվեց, այդ ժամանակվանից ի վեր մենք բոլորս պնդում էինք, որ սա քաղաքական հետապնդում է եւ նպատակ կա նախընտրական շրջանում, կարևորագույն շրջանում, այն բոլոր մարդկանց, ովքեր կարող են իրենցից վտանգ ներկայացնել իշխանության վերարտադրման համար, չեզոքացնելու այս փուլում մի մեծ սպասումներ չկան, որովհետեւ մենք մեր երկիրը մտնում է նախընտրական հիմնական փուլ Ես նաև այստեղ ուզում եմ Սամվել Կարապետյանի քեյսն էլ միացնեմ, Նարեկի եւ Վազգենի քեյսը միացնեմ, այսինքն տարբերություն չդնելով քաղաքական նպատակներով հետապնդվողների մեջ, իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի լրացնի այն մարդկանց, ովքեր կխանգարեն իրենց։ Ուստի եւ մոտավորապես այս մոտակա մի ամսում հաստատ որևէ դրական բան չի լինի։ Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած այդ բլոկնոտի գրառման, այդ անգլալեզու թուղթը, հասկանում եք, այնքան ծիծաղելի է, որ անգամ իմաստ չունի այս ամենը մեկնաբանելու, բայց այդ ծիծաղելի հիմքում նաև մոտ 10 ամիս ազատազրկված Սրբազանն է եւ մարդիկ, ովքեր ուղակի հայրենասեր են։ Սրանով իսկ այդ ահաբեկչության պլանը իբրև թե անգլերեն լեզվով գրված իրավապահները դրանով իսկ իրենց վարկանիշին հարված չեն հասցնում։ Ես կարծում եմ, որ իրավապահները վաղուց արդեն չեն մտածում իրենց վարկանիշի մասին, որովհետև սա միակ դեպքը չէ, որ նրանք օրեցօր ապացուցում են, որ իրենց համար կարևորը հրաման կատարելն է եւ ինչպես իրենք են փորձում իրենց մտերմիկ շրջապատներում արդարանալ, իսկ երկիրը փոքր է, բոլորիս էլ գալիս հասնում են տվյալները, որ տուն ենք պահում, բա ինչ անենք։ Ախր այդ տունը պիտի շարունակի մնալ այդ երկրում, որ դուք էլ այդ տունը պահեք, էլի մենք գնում ենք տոտալ կործանման։ Անգամ Ալիևը չի թաքցնում, որ մեր իշխանությունը կատարում է իր բոլոր հրահանգները եւ մարդիկ, ովքեր ուզում են կանգնեցնել Հայաստանի թրքացումը, հայտնվում են ճաղերի հետևում։ Բագրատ Սրբազանը պատժվեց այն բանի համար, որ նա միասնական ընդդիմության առաջնորդն էր, մի ընդդիմության, որը միավորել էր ռադիկալ իրարից տարբեր մոտեցումներ ունեցող քաղաքական ուժերի։ Մենք 24-25 թվականներին տեսանք կողք կողքի կանգնած այնպիսի քաղաքական դեմքերի, ովքեր որևէ կերպ չէին կարող իրար կողք լինել։ Բնական է, որ Բագրատ Սրբազանը պետք է չեզոքացվեր այդ բառ օգտագործել։ Կոնսոլիդացիա տեսնում եք ընդդիմադիր ուժերի միջև հաշվի առնելով նաև համապետական ընտրությունների սկսված նախընտրական process-ները։ Տեսեք, դեռ բարդ է ինչ-որ կանխատեսումներ անել, բայց այսօր մենք տեսնում ենք ընդդիմադիր դաշտում բացարձակ ֆավորիտ, ուժի, որը նոր ուժ է եւ շատերի մոտ մեծ հույսեր է արթնացրել։ Իհարկե, ընտրությունները իրենց արդյունքը կգրանցեն եւ ցույց կտան, բայց ես ուզում եմ, որ ժողովուրդը հստակ հասկանա, որ այստեղ նա անելիք ունի, որովհետեւ քաղաքական process-ների մեջ ժողովրդի մասնակցությունը ամենակարևոր բանն է, որը կարող է լինել։ Մենք իհարկե ունեցել ենք Գյումրի, մենք տեսել ենք այդ ընդդիմության հաղթանակը ինչպես է լինում։ Ես լիահույս եմ, որ նույնը կստացվի ազգային ժողովի ընտրություններում, բայց այնուամենայնիվ պետք է ասեմ, որ մասնակից բոլոր իրական ընդդիմադիր քաղաքական ուժերը նախ առաջինը պետք է հասկանան, որ պետք է համախմբվել լիդերի շուրջ, իսկ լիդերը կերևա արդեն ընտրությունների արդյունքում եւ նպատակը պետք է լինի հայրենիքը։ Կարապետյան այսօր ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքի անդամներն են ձերբակալվել, նրանց խափանման միջոց որոշելու համար արդեն դատարանն է գնում գործը, նոր ձայնագրություն տարածվեց, որտեղ իբր կաշառք բաժանելու մասին էին խոսում, նախորդ օրը
1.5 ամսական երեխայի մորն էին ձերբակալել, այս գործողություններն ինչպես եք բնութագրում եւ արդյոք սրանք կարող են կանխել կամ փոխել ընթացքը։ Սա դասական քաղաքագիտական դասագրքում կոչվում է քաղաքական ռեպրեսիա, երբ հուժկու հանրահավաքից հետո իսկ հանրահավաքը ընդունենք, որ բազմամարդ էր, իշխանության մոտ սկսվեցին ջղաձգումներ եւ հարվածը եղավ ամենանուրբ եւ երևի պաշտպանության ամենակարիք ունեցող մասին, հայ կանանց մայրերին, նորածին երեխա ունեցող կնոջը, հիմա մեկ այլ կին է ձերբակալված, ով 5 անչափահաս երեխա է որդեգրել, այսինքն ես նաեւ լսեցի փաստաբանի բացատրությունը, որ նա ասում էր, որ աշխատավարձ բաժանելը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք բաժանել, սա դեռ սկիզբն է։ Իշխանությունը գնալու է շատ ու շատ միջոցների, բայց այևս մեկ անգամ ապացուցում է, որ ընդդիմադիր դաշտը ուժեղանում է։ Սա ապացուցում է, որ այդ կոնսոլիդացիայի դեպքում շատ մեծ հնարավորություն կա ունենալ փոփոխություններ։